Je vous parle d'un temps que les moins de 20 ans ne peuvent pas connaître. Montmartre en ce temps-là accrochait ses lilas jusque sous nos fenêtres, et si l'humble garni qui nous servait de nid ne payait pas de mine, c'est là qu'on s'est connus, moi qui criais famine et toi qui posais nu. La bohème, ça voulait dire on est heureux. La bohème, nous ne mangions qu'un jour sur deux. Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր Ժամանակն է եկել, որ ձեզ արդեն մեզ հրավիրենք և դուք հպարտ, վստահ քայլերով ձեր դասղեկի Անժելա Միքայելյանի հետ միասին գաք և լրացնեք ձեր ծնողների հետ այստեղեցիկ սեղանները։ Եկեք ծափորջունելով ողջունեք մեր աշակերտներին։ Դասղեք Անժելա Միքայելյանի գլխավորությամբ։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր ու կարծես երեկեր դեր դասերու դասարաններ, ախ ես ոնց էջեր մակել, իմ դասատուն են ջահել, ու հնչեց զանգը հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով։
Այսօր կարծես մեր հոգում խինդ ու թախից միասին է Արցունքի միջից նայում ջերմ շպտում ենք մենք իրար Մեր մեջ հուշերն են նույն վար Ուրախ տխուր նույն խոհերը Իսկ շուրջը տակ հայացքներ են Դեմքեր են այնքան հարազատ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր Ու լուսավոր տարիներ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ